Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Տղաջան, քանի անգամ եմ քեզ զանգել։ Մամա սուս մնա, խնդրում եմ, ոչ մի բան մի խոսա։ Ոնց սուս մնամ կասես։ Մեր պատմությունները մեզ քիչ էին, հիմա էլ Մարիային ես գիշերով փախցրել տարել։ Դու որտեղից գիտես։ Որտեղից գիտեմ։ Որտեղից պետք է իմանայի։ Երբ որ մտնում են իմ տուն ու սկսում են գորգրալ իմ վրա։ Ոնց թե մամա, ով է եկել մեր տուն։ Ես տենց բան ասեցի, ով է եկել։ Մամա ձեռս առնում ինձ, հենց նոր ասեցիր, որ մարդ է եկել, ով է եկել մեր տուն։ Չնայած ոնց որ ես գլխի եմ ընկնում ով է։ Այդ Դավիթն է եկել։ Հա, եկել է տղաջան, ու դա նորմալ է։ Նշանածին ես տարել։ Փաստորեն դա իմ տուն է մտել, հա։ Ես դրան սատկացնելու եմ։ Այդ ես եմ քեզ սատկացնելու։ Ոչ մի բան չանես, Ռաֆո։ Mən էլ ոնց եմ անելու։ Համել արդեն ոնց որ թե բոլորը սկսել են հասկանալ, որ ես կապ ունեմ արտակի սպանության հետ։ Դրան էլ կսպանեմ ու կգնամ հանգիստ կփտեմ Բերդում։ Ով է սկսել հասկանալ, ինչ ես խոսում, Ռաֆ։ Դավիթ, ինչ հիմա պետք է այդ դժգոհ դեմքով նստես։ Ես իրավունք չունեմ քո հետ ինչ-որ թեմա քննարկելու։ Եթե թեման Ռաֆն է, չէ, չունես։ Եթե սենց լարված պետք է նստենք, ուրեմն ես չեմ ուզում ուտել։ Էլի սկսվեց Մարիա։ Լսի, դու ոչ մի բանից մի վախեցի, ես իմ չափը շատ լավ գիտեմ։ Դու հասկանում ես, որ մենք պետք է ամեն քայլափոխի շատ զգուշ լինենք։ Որովհետև չգիտենք, թե կյանքը ինչ նոր խնդիրների առաջ մեզ կկանգնեցնի։ Մի քիչ հանդուրժող եղի, մի քիչ համբերատար, ես ես մենակ Ռաֆի առումով չեմ ասում, Դավիթ։ Այս պայդրությամբ կյանքի ամբողջ անարդարությունը քո հետևից է ընկած։ Քո ասածով պետք է թույլ տանք, Մարիա, որ ամեն երկրորդը գա ու իմ ու քո շուրջը փորձի ինքնահաստատվել։ Չի կարա տես լինի։ Ինչի ամեն ինչ այսքան դժվար, ինչի։ Իբր պայմանավորվել ենք, որ պիտի գանք, մի քիչ ցրվենք։ Զգում ես, որ չի ստացվում։ Տենաս ինչի՞ց է, նենց հետաքրքիր է։ Ուղղակի արի կողքս սեղի։ Ես քեզ խոստանում եմ, լուր կմնամ, ոչ մի բան չեմ ասի։ Նույնիսկ մեր կապը չեմ քննարկի։ Ուզում եմ գլուխս դնեմ ծնկներիդ ու մի փոքր հանգստանամ։ Ինչ-որ մեկին ես սպասում։ Ում որ սպասում եմ դժվար էլ գա։ Բոլորը, մամ, բոլորը, Մարիան, Ռուբենը, ով գիտի արդեն այդ Դավիթն էլ է հասկացել։ Տղաջան, եթե հանկարծ մի ապացույց հայտնվի, դու հասկանում ես, չէ՞ ինչ կլինի։ Մամ, ոչ մի բան էլ չի լինի։ Տղաջան, դու քո կյանքը կործանեցիր, դու չես հասկանում, Աստված ջան, եթե ապացույց գտնեն, քեզ կդատեն, հասկանում ես, կդատեն, իսկ մարդասպանությունը թեթև հոդված չի, դու կկորես, Ռաֆ։ Մամա, այսքան ժամանակ եթե ոչ մի ապացույց չեն գտել, չեն էլ գտնի։ Ռուբենը քեզ ինչ է ասել դրա մասին։ Լավ, արդեն շատ մանրացանք, մամ։ Ավելի լավ ինձ ասա, տեսնեմ այդ լակոտը եկել է իմ տուն, ինչ է ասել քեզ։ Ոչ մի բան էլ չի ասել, ուղղակի քեզ էր փնտրում, չգտավ։ Տղաջան, դրանք մանր բաներ են, դու մանր բաների հետևից ես սկսել վազել։ Դու հասկանում ես, դու լուրջ խնդիր ունես, դու ցեխի մեջ ես, Ռաֆ։ Մեզ էլ հետդ քաշում ես այդ ցեխի մեջ։ Եթե քեզ հանկարծ բանտ նստացնեն, ես կմեռնեմ, Ռաֆ։ Ախր դու ինձ չես սիրում, չես խղճում, ուզում ես մաման մեռնի,
Մամա հանգիստ եղի։ Ինձ ոչ մի բան չի լինի, ես բանտ չեմ նստի։ Այդ շատ մեծ անակնկալ կլինի Մարիայի համար, ես պատրաստ չեմ դա անել հիմա։ Ես ուրիշ գործեր ունեմ հիմա անելու։ Տղա ջան, քո ուղեղը բթացել է։ Դու վրեժից արդեն կուրացել ես։ Ինչ ասել քեզ Ռուբենը դրա մասին։ Մի հատ ասա հասկանամ։ Ռուբենը ինչ որ ակնարկ արել է քեզ այդ թեմայով։ Չէ, մամ, չի ակնարկել։ Ուղիղ ասել է, որ հենց ինքը անձամբ է զբաղվելու այս գործով, բայց ես չեմ վախենում։ Լսում ես։ Չեմ վախենում։ Փոխվեմ դուրս գամ։ Չգիտեմ, երևի մտածմունքից է։ Լսի, ինչի է քեզ թվում, որ ես կյանքը մենակ տառապանքի ու վատ օրերի համար։ Մենք հիմա երկուսով նույն իրավիճակի մեջ ենք, չէ՞ Մարիա։ Տես, բայց ես կարողանում եմ ինձ քո համար հավաքել մի քիչ, այս եղածը մի կողմ դնել։ Եթե ես կյանքում մենակ ցավը, տառապանքը ու վատը տեսնես, էլ իմաստը ո՞րն է ապրելու։ Ես ուզում եմ, որ դու էլ տեսնես, որ այս կյանքը մենակ տառապանք չի։ Թեկուզ այս վատ վիճակում, այս խառնաշփոթի մեջ մենք կարանք մի հատ փոքրիկ ուրախանալու բան գտնենք, որը մեզ մի քիչ գոնե կթեթևացնի Մարիա։ Ինձ որ մնար, ես կկենտրոնանայի մենակ այդ անասունին գտնելու վրա, բայց իմ համար հիմա այդ չի ամենակարևորը։ Ամենակարևորը իմ համար դու ես։ Ես ուզում եմ, որ քո համար լավ լինի։ Ես ուզում եմ, որ քո վիճակը թեթևացնեմ։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ ապրած ուրախության պահերը մի քանի րոպե հետո դառնան անցյալ։ Չեմ ուզում վախով այդ ամեն ինչին երնեք տալ մենակ դրա համար, որ կարող է էլ չկրկնվի։ Ես չեմ ուզում, որ դու ինձ տուն տանես ու Ռաֆին հիշես։ Լսի, ես Ռաֆին չեմ մոռանում ու չեմ էլ կարա մոռանամ։ Մի խոսքով, ավելի լավ է հիմա ստեղից գնանք, ես ոնց նայում եմ, դու չես կարող այդ Ռաֆի անունը մոտս չտաս։ Դավիթ։ Վերջ Մարիա, գնում ենք։ Ես ընդհանրապես ուզում էի համոզել, որ պապայիս ասածը լսես ու մոռանաս։ Ես իմ անելիքները շատ լավ գիտեմ, Մարիա։ Ես էլ գիտեմ, թե դու ինչքան կարևոր ես իմ համար։ Գիտեմ, թե ինչ եմ զգացել, երբ դու բաժնում էիր։ Դավիթ, ուզում եմ բոլորին ցույց տանք, ապացուցենք, որ ամենակարևորը մենք ենք։ Արի այս պատմություններից հեռու մնանք։ Արի առաջի քայլը անենք, արի ամուսնանանք։ Մարիա, խնդրում եմ վերջացրու։ Դավիթ, չասես, որ դրա ժամանակը չի։ Ես ուզում եմ քո կողքին լինել։ Ուզում եմ այս ամեն պահը իրար հետ կիսենք։ Լսի, մենք մեկը ամուսնանալու ենք, այդ չի քննարկվում։ Ես ամեն ինչ շատ հենց այդ եմ ուզում, Մարիա, բայց ոչ հիմա։ Դու ուզում ես ամեն ինչ իմ հետ կիսել։ Իսկ ես ուզում եմ, որ ավելի մեծ բեռ քո ուսերի վրա չդնեմ։ Ես ինչ լավ անակնկալ ես արել, բալես, բարով ես եկել, ինչ լավ ես արել, որ եկել ես։ Ոնց եք։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Նունան տանն է։ Նունան վերևում է։ Կարող եմ բարձրանալ տեսնել։ Իհարկե կարող ես։ Գնա։ Կարելի է։ Մտածում էի չես գա, Բուլ ջան։ Չէի կարող չգալ։ Դու չես պատկերացնում, թե ինձ ոնց ես օգնում։ Դու քո ներկայությամբ ամեն ինչ փոխում ես, Բուլ ջան։ Այդ վատ մտքերը նենց են ցրվում իմ մոտից, որ ոնց որ ուրիշ մարդ լինեմ։ Արի տղես, արի նստիր։ Ես 15 տարի այս նկարով եմ ապրել, Բուլ ջան։ Այս նկարով եմ կարոտը սառել քեզանից։ Այս նկարին շատ է օգնել։ Դուք ասել էիք, որ գամ ոչ մի բան չեք խոսի։ Ես իմ պատմությունը շատ լավ գիտեմ, ու ամեն անգամ դրա մասին խոսելիս ես ինձ վատ եմ զգում։ Ես եկա, որովհետև դուք լացում եք։
Ես հասկացա, որ ինչ-որ բան է կատարվում։ Կոպիտ ասած իմ խղճի հանգստության համար եմ եկել։ Ու հիմա չեմ ուզում խոսել իմ պատմության մասին։ Կներեք, եթե կոպիտ բացատրեցի։ Մամ, ինչ ես լացում։ Որովհետև աղբերդ իմ մեռնելն ա ուզում։ Ինձ ուզում ա տանի դնի հորդ կողքը։ Վայ մամ, տենց բաներ մի ասա, գիտես որ ծանր եմ տանում։ Ինչ ա արել հիմա, եկել ա։ Ահա, եկավ էլի գնաց։ Այդ տղեն վրեժից կուրացել ա, ես չգիտեմ ինչ անեմ։ Ոնց փրկենք այդ տղուն, ոնց։ Մամ, Ռաֆը կտրականապես ոչ մեկի չի լսում։ Ոնց պետք է օգնենք քո կարծիքով։ Չգիտեմ, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստելու։ Ուր, մամ։ Էս ինչ եղավ։ Չգիտեմ, մի բան ընչի։ Հեսա կամ։ Ես հեռախոս սեր ստուգում, սիրած չունեմ հանգիստեղի, դու ես իմ սրտի թագուհին միայն։ Դավիթ կլինի ինձ տուն չտանես։ Բա ուր տանեմ արդեն ուշա։ Դե չեմ ուզում տուն գնանք, արի մի քիչ քայլենք։ Դու գիտես, որ ինձ մնա ես քեզ հենց հիմա էլ կփախցնեմ կտանեմ, բայց աշխատավայրում խոստացել եմ, որ այսօր գնալու եմ, գործը կուտակվել է ահա որ տղերքն էլ չեն հասցնում։ Իսկ կլինի ես էլ գամ։ Գաս ինչ անես, մեքենա սարքես։ Լավ, եթե չես ուզում, ես էլ ոչ մի բան չեմ ասի։ Եթե լավ եք զգում ձեզ, ես գնամ արդեն։ Չէ, խնդրում եմ քեզ։ Թող մի քիչ էլ քեզ զգամ, թող մի քիչ էլ խաղաղվեմ քո կողքը։ Աբոլ, ես գիտեմ, որ որպես մայր դու ինձ չես ընդունում, բայց գուցե օրերից մի օր ընդունես։ Ես ոչ մի բան քեզանից չեմ ուզում։ Ոչինչ, թեկուզ են սառը լինես, լուր լինես, ինձ էդ էլ է հերիք։ Կարևորը ես քեզ զգամ, քո շունչը զգամ։ Ես էլ ոչ մի բան չեմ ուզում տղես։ Ինչ-որ բան է եղել ալա։ Հա, եղել է, դրա համար էլ էստեղ եմ։ Ու։ Ռուբենով էր Աշոտը քո համար, կասես։ Այս ինչ հարց ես տալիս ալա։ Դու քո հարցի պատասխանը շատ լավ գիտես։ Ինձ էլ էր թվում, որ գիտեի։
Բայց հիմա ես հակառակն եմ մտածում։ Ռուբեն, դու միշտ ասում էիր, որ իմ երեխեքին հարազատ հոր նման ես վերաբերվում։ Բայց քո արարքները ինձ հակառակն են ապացուցում։ Կարաս ավելի պարզ խոսես։ Գիտես, Աշոտի մահից հետո մենք էլ առաջվանը չենք լինի։ Հաստատ չենք լինի։ Բայց իմ երեխեքը անտեր չեն ու ոչ էլ անպաշտպան։ Ճիշտ է, ես Աշոտի նման ուժեղ չեմ, բայց Ռուբեն, ես թույլ էլ չեմ։ Ու ես կպաշտպանեմ իմ երեխեքին։ Ես ամեն ինչ կանեմ իրանց համար, եթե դրա կարիքը լինի։ Ես մինչև հիմա չեմ հասկանում քո ագրեսիայի պատճառը։ Նաև չեմ հասկանում ինչ ես ուզում ասել։ Ինչի ես Ռաֆին մեղադրում արտակի սպանության մեջ։ Էտա քո հարազատությունը։ Մեղադրելով։ Ինչ-որ բան են, չի Մարիա։ Չէ, նորմալ է, մի քիչ լավ չեմ զգում ինձ։ Մի քիչ առաջ լավ էր, ինչ եղավ քեզ։ Դավիթ, կլինի մի քիչ հանգստանամ, նոր շարժվենք, հա։ Հա, կլինի, բայց ապահովության համար հիվանդանոց գնան, կարող է էլի ջերմությունը դա բարձրանում։ Չէ, հեսա կանցնի։ Դողում ես։ Վախեցած ես երևում, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Խանգարեցի։ Չէ, գնանք։ Գնանք։ Այնքան եմ ուրախանում, որ տեսնում եմ, ոնց եք շփվում իրար հետ։ Գիտես, իմ երազանքն է հասցնել տեսնել վերջապես որդուս ընտանիքի լիարժեք երջանկությունը։ Ուզում եմ տեսնել, որ որդիս երջանիկ է իր ընտանիքով։ Դուք դեռ շատ երկար եք ապրելու ու դեռ շատ լավ բաներ եք տեսնելու։ Կլինի վատ բաների մասին չմտածեք։ Բալես, դա իմ երջանկությունն է, դա իմ երազանքն է, հասկանում ես, դու շատ բան չգիտես, շատ բան չես տեսել։ Իսկ ես տեսել եմ իմ Ռուբենի ցավերը։ Գիտես, ես ուղղակի ուզում եմ, որ դու շատ հաճախ անես այդպիսի քայլեր։ Շփվես մեր ընտանիքի հետ, գուցե հասկանաս մեր ընտանիքին։ Վերջին հաշվով դա նաև քո ընտանիքն է։ Ու հետո Աբուլ ջան, դու չմտածես, որ ես ուզում եմ քեզ ինչ-որ բան ասել կամ ինչ-որ բան բացատրել, որ քայլերի գնաս, չէ։ Ուղղակի ուզում եմ, որ մի քիչ ավելի հաճախ շփվես մեզ հետ, հա։ Լավ, արդեն ես գնամ։ Լավ մնացեք։ Հաջողություն բալես։ Դե գնա։ Մարիա։ Վախեցած չեմ, Դավիթ։ Բա ինչ ես դողում, կարող եմ մրսում ես։ Դավիթ, խնդրում եմ, Ռաֆի հետ չհանդիպես, շատ եմ խնդրում քեզ։ Նորից նույն թեման։ Հանգստացի մի հատ։ Դավիթ, լսիր ինձ, խնդրում եմ։
Ռուբեն, խոսքը իմ երեխու մասին է, իմ տղայի, ու քո կարծիքով ես պետքա լուր սպասեմ, թե դու ինչքան ես մեղադրելու իմ տղային մարդասպանության մեջ։ Ես չգիտեի, որ Ռաֆը տենց սովորություն ունի գամոտը բողոքելու։ Ում այդքան մեղադրեն, որ չբողոքի։ Ես գիտեմ, որ Ռաֆը հրեշտակ չի։ Ինքը վատ արարքներ շատ է արել, հա, ու դեռ շարունակում անել, բայց իմ տղեն անմեղ է այդ գործում։ Ես համոզված եմ դրանում, ես վստահ եմ դրանում։ Ու եթե դու չես կարողանում պաշտպանել իմ Ռաֆին, եթե դու իմ ընտանիքի կողքին չես կանգնելու, սուտ հարազատություն մի արա, Ռուբեն, հեռու մնա իմ ընտանիքից։ Ալա դու հիմա շատ սխալ արտահայտություններ ես անում, շատ սխալ։ Ես հիմա ստիպված հանդուրժում եմ, ու դու լավ գիտես ես ինչի եմ հանդուրժում։ Իսկ եթե Ռաֆը մեղք չունի, ինչի ես սենց լարվել, կարաս ինձ բացատրես։ Ես բացարձակ լարված չեմ։ Երևում է։ Լավ ինչևից է։ Ալա։ Եթե Ռաֆը կապ չունի սպանության հետ, այդ դեպքում ով ուզում է մեղադրի։ Նաև ես։ Եթե մարդը մեղք չունի, ուրեմն չի կարա ոչ մեկ իրան մեղադրի։ Ալա ջան, ես պետք չի թշնամու աչքերով նայես։ Մի նայի տենց։ Ես ոչ մեկիդ վատը չեմ կամենում։ Ոչ քո, ոչ Ռաֆի։ Ռաֆը ամեն դեպքում իմ երեխեն է, իմ տան տղեն է։ Բայց եթե կան կասկածներ, ուրեմն դրանք ճշտել է պետք։ Այդքան բան։ Փաստորեն դու դեռ շարունակում ես մեղադրել Ռաֆին։ Ալա մեղադրելն ու կասկածելը դրանք տարբեր բաներ են։ Ես էլ չեմ ուզում, որ դա տենց լինի։ Իմ համար էլ է ցավոտ լինելու, եթե Աստված չանի, որ դա տես լինի։ Հերիքա, Ռուբեն, հերիքա։ Հասկանում եմ, Ալա։ Հասկանում եմ, որ դժվար է։ Բայց եթե Ռաֆը բան չի արել, ուրեմն վախենալու բան չունես։ Իմ ցավը գիտես որն է, Ռուբեն։ Որ քեզնից եմ լսում այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը կանցնի։ Այ ինձ համար շատ հետաքրքիր է դու ոնց ես գնալու Աշոտի գերեզմանին։ Ու ինչ ես ասելու այս ամեն ինչից հետո։ Այ դա իմ ցավը։ Աշխատանքի ես գնում։ Հա, գնամ աշխատեմ։ Դավիթ, ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ, որ ինչ-որ բան անելուց առաջ դու այդ հիշես։ Հիշես, որ իմ համար ամենակարևորն ես։ Ես քեզ եմ շատ սիրում։ Ու իմացի, որ ես նենց բան երբեք չեմ արի, որ քեզ ցավացնեմ։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս խնդիրներին, Մարիա, դրանք պիտի լուծում ստանան, որ մենք կարողանանք հանգիստ ապրենք։ Ես հիմա էլ եմ հանգիստ։ Քանի դեռ դու իմ կողքին ես, իմ հանգստությունը մենակ դրա մեջ է։ Ես քո կողքին եմ։ Միշտ քո կողքին եմ լինելու։ Բայց արի այդ շարունակենք, լավ։ Տեղն ու ժամը պարզ է, չէ՞։ Հա, Մարիա։ Աբուլ բարև, ոնց ես։ Լավ եմ, դու ասա։ Դավիթը տանն է։ Չէ, տանը չի։ Մի քիչ առաջ եմ խոսել, դեռ աշխատանքի վայրում էր։ Աբուլ, խնդրում եմ ուշադիր եղի։
Այսօր Ռաֆն էր զանգել Դավիթին, բարեբախտաբար Դավիթը չտեսավ, ես էլ զանգը անջատեցի, բայց վստահ եմ, որ էլի է զանգելու։ Հանգիստ եղի, Մարիա։ Անընդհատ այդ հանդիպումից խուսափել չի լինի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Դու պատկերացնում ես ինչ կլինի, եթե իրանք հանդիպեն, կսպանեն իրար։ Աբուլ, խնդրում եմ մի բան արա։ Դավիթին ավելորդ խնդիրներ այս պահին պետք չեն։ Լավ, ես հիմա կգնամ Դավիթի աշխատանքի վայր։ Նոն մի հատ բան խնդրեմ էլի, մի բաժակ սուրճ տուր խմեմ, գլուխը սաղավոր ցավում, այսօր էլ բաժնում շատ ծանր օրենք ունեցել։ Դու հանգստանա, բան մի ասա։ Մոմ, ոնց եմ հոգնել ես ամեն ինչից, չես պատկերացնի։ Այսօր Աբուլն էր եկել։ Ահագին երկար ժամանակ զրուցեցին իրար հետ, գուցե դրանից է հուզված։ Դու էլ քո հերթին մի նեղացրու աղջկան, լավ։ Աբուլը։ Այդ ինչ լավ բան ասեցիր։ Տղես սկսել է քայլեր ձեռնարկել։ Հա, բայց հիմա ամենակարևորը նա է, որ մենք ուշադիր ելնենք, որ Աբուլը իրան ճնշված չզգա։ Մամ, ես ամեն ինչ անում եմ դրա համար, տեսնում ես։ Տեսնում եմ, բալես, տեսնում եմ։ Հա, բայց ես նոնայի պահվածքը ինձ ահավոր նյարդայնացնում է, ահավոր ես էլ չեմ դիմանում։ Մի տան մեջ ենք ապրում, ոնց որ թշնամիներ լինենք, սենց ինչքան։ Հա, ես էլ եմ ինձ վատ զգում։ Հա, իմ համար էլ է բարդ, բայց ես ամեն ինչ անում եմ, որ ոչ քո օրը փչացնեմ, ոչ էլ նոնայի։ Մարիամ, իհարկե դու ես որոշում քո անելիքները, բայց սրանից հետո ոչ դու, ոչ քո հայրը ինձ հիմարի տեղ չդնեք ու չփորձեք ինձ խաբեք։ Չասեք, թե ես ձեզ համար կարևոր եմ, որովհետև ձեր արածները կապ չունեն ձեր ասածների հետ։ Բալես, ոնց ես։ Բալես, ոնց ես։ Իա, Աբուլ ջան, բարև։ Ես որ կամինակ ես ստեղ բերել։ Բարև ախպեր ես։ Ստեղով անցնում էի, ասեցի մտնեմ մի անգամից էլ Դավիթի հետ տուն գնամ, ստեղա չէ։ Չէ, Դավոն մի ժամ առաջ է դուրս եկել։ Ոնց դուրս է եկել։ Բա չի ասել ուրա գնում։ Չէ, ախպերս բան չասեց։ Լավ, ապրես։ Աբուլ հո բան չի եղել։ Չէ, նորմալ է։ Աբուլ տեսար Դավիթին, հետը տա։ Մարիա, Դավիթը մի ժամ առաջ դուրս է եկել աշխատանքից։ Գիտեի, որ մի բան են, հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ ինչ անենք։ Պապ, Դավիթը։ Դավիթը ինչ։ Չկա, զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Ասեց, որ աշխատանքի է գնում, բայց այնտեղ չի, Աբուլը ճշտել է։ Լավ, դա հիմա տղա է, ինչ ես տենց անհանգստացել, կարող է գործեր են առաջացել։ Ռաֆն էր այսօր զանգել ու վստահ եմ, հետո նորից է զանգել, չեմ ուզում, որ հանդիպեն։ Պապ, խնդրում եմ մի բան արա, եթե հանդիպեն, այդ անդառնալի կլինի։ Լավ, ես մի բան կանեմ։
Մեր պատմությունները մեզ քիչ էին, հիմա էլ Մարիային ես գիշերով փախցրել տարել։ Դու որտեղից գիտես։ Որտեղից գիտեմ։ Որտեղից պետք է իմանայի։ Երբ որ մտնում են իմ տուն ու սկսում են գորգրալ իմ վրա։ Ոնց թե մամա, ով է եկել մեր տուն։ Ես տենց բան ասեցի։ Ով է եկել։ Մամա ձեռս առնում ինձ, հենց նոր ասեցիր, որ մարդ է եկել, ով է եկել մեր տուն։ Չնայած ոնց որ ես գլխի եմ ընկնում ով է։ Այդ Դավիթն է եկել։ Հա, եկել է տղա ջան, ու դա նորմալ է։ Նշանածին ես տարել։ Փաստորեն դա իմ տուն է մտել, հա։ Ես դրան սատկացնելու եմ։ Այդ ես եմ քեզ սատկացնելու։ Ոչ մի բան չանես, Ռաֆո։ ഞാնել ոնց եմ անելու։ Համել արդեն ոնց որ թե բոլորը սկսել են հասկանալ, որ ես կապ ունեմ արտակի սպանության հետ։ Դրան էլ կսպանեմ ու կգնամ հանգիստ կփտեմ Բերթում։ Ով է սկսել հասկանալ, ինչ ես խոսում, Ռաֆ։ Վստահ եմ երկար ես սպասել ես հանդիպմանը։ Որ փախած չլիներ հարցրդ վաղուց լուծած կլինեի։ Բայց ո՞նց եղավ որ հայտնվեցիր։ Զգացիր որ էլ շանս չունես։ Ով է քեզ թույլ տվել մտնես իմ տուն։ Լուրջ ես այդ հարցը դու իմ այնս տալի։ Թե ուղղակի խոսում ես խոսալու համար։ Ասում եմ ով է քեզ թույլ տվել մտնես իմ տուն։ Դու մի քիչ որ լավ տղա լինեիր ու քո արասներից չփախնեիր, ես իմ հարցերը քո հետ կլուծեի։ Ես տուն հարգել էլ գիտեմ, ընտանիքի արժեքներ շատ լավ գիտեմ, բայց դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր, որ մի քիչ խորանանք, դու ինձ ավելի շատ բացատրելու բան ունես։ Կարաս ինքնուրույն սկսես, թե պիտի օգնեմ։ Ես քեզ բացատրելու ոչ մի բան չունեմ։ Քեզ ոչ մի բանը չի փրկելու, Ռավ։ Դու ինչ էլ հիմա ստեղ ասես, քեզ միտեղ ստեղ թաղելու եմ գնամ։ Ես ինչ ուժեղ տղա ես։ Այսքան ժամանակ ոչ մեկ իրան թույլ չէր տվել մտնել իմ տուն ու իրան տենց պահեր։ Դու լավ իմացի, որ դրա համար պատասխան ես տալու։ Դու ավելի լավ է հերթականությունը մի խառնի ու իմ հարցը օդի մեջ թողած մի անցի քոնին։ Որովհետև այս ամեն ինչը Ռավ քեզնից է սկսե։ Գոնե հիմա քեզ մի քիչ տղավարի պահի։ Լավ, իսկ կարող ուզում ես իմանաս, թե ինչի Մարիան ես գիշեր տուն չի եկել։ Թե ինչի Մարիան գիշերը տուն չի եկել, ես շատ լավ գիտեմ։ Ստեղ հարցը քո սխալ պահվածն է որպես տղա։ Ամեն դեպքում արի ասեմ։ Կարծիքդ ինձ հետաքրքիր է։ Դու ինչ կանեիր, եթե սիրածդ աղջիկը զանգեր քեզ գիշերվա կեսին ու առաջարկեր հանդիպել, ինչ որտեղ գնալ։ Այն դեպքում, երբ որ արդեն երկար ժամանակ բաժանված եք։ Դու այդ գայթակղությանը կդիմանայիր։